Համոսայանի քույրը մի հուշ ունի, որը որքան անգամ կարդամ, այդքան անգամ էլ հուզվում եմ, ինչպես առաջին անգամ կարդալիս։ Համոսայանի քույրը Հասմիկը պատմում է. 1920-ական թվականներն էին։ Ծնողներս գնացել էին Սար խոթնձի։ Երեխեքս տանն էինք մնացել։ Ընկանք մեծ եղբորս Համոյի հետևից եւ գնացինք դաշտ, սինձ ուտելու։ Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել։ Կանգնել չէինք կարողանում շարժվել։ Հոտը արբեցրել էր բոլորիս։ Նայում ենք, թոնրատան ծուխը երկինք էր ելել։ Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած մի կին դուրս եկավ, պառավ հացթուղթներ։ Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով 2 լավաշ տվեց։ Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար։ Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան։ Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց։ Ասին դուք կերել եք։ Ասինք չէ։ Մայրս ու հայրս լաց եղան։ Համոն այս պատմությունը ամեն անգամ պատմելիս լաց էր լինում։ Մի օր էլ արդեն 70 տարեկան էր, ասաց. Հասմիկ, այն 2 լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա։